Հունիսի 16-ից 21-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբաններս, որ Արարատյան շաբաթվա շնորհաբաշխ տոների առիթով իմի ենք հավաքվել Սուրբ Էջմիածնում, մասնակցելով միաբանական 9-րդ համագումարին, հավատարիմ մեր Սուրբ Ուխտին, որդիական մեր սերն ու անվերապահ նվիրումն ենք հավաստում առ հայ եկեղեցին, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ ազգիս վեհափառ հայրապետին, Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին։ Անընդունելի ենք համարում եւ դատապարտելի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքը իր տարատեսակ դրսևորումներով, որպես հայ եկեղեցու վարդապետած դաս, հորդորում ենք մեր սիրելի հավատավոր ժողովրդին ի մայր Հայաստան եւ իսփյուրս անսասան մնալ իրենց սուրբ եւ ճշմարիտ հավատքի մեջ, որպես նվիրյալ եւ հավատարիմ զավակներ մայր եկեղեցու, չտրվելով չարահնար սադրանքներին ու անցողիկ ապազգային դրսևորումներին, պահպանելով ողջախոհությունը, բարեկրթությունը եւ պարկեշտությունը, սիրով եւ անշեղ հավատով պաշտպանել հայրենիքի եւ եկեղեցու բարձրագույն արժեքները, վերդասելով դրանք անձնական եւ խմբային շահերից ի նպաստ ազգի ու պետության միասնության ու անդորի։ Հավատարիմ քրիստոնեական արժեքներին ամուր կանգնել ազգային ինքնության հիմերի վրա, պահպանել ազգային հոգևոր դիմագիծը եւ միասնաբար հաղթահարել արտաքին ու ներքին վտանգներն ու սպառնալիքները համաձայն Սուրբ Առաքյալի կոչի՝ միաբան եղեք, խաղաղություն արեք եւ խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։ Կոչ ենք անում հայրենի երկրի իշխանություններին դադարեցնել հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի եւ ողջ հոգեվորական դասի նկատմամբ հարձակումները, որոնք ոչ միայն վիրավորում են հավատավոր հայրենիների հոգևոր եւ կրոնական զգացումները, այլ նաեւ վտանգում են հասարակական համերաշխությունը եւ կարող են հանգեցնել ծանր հետևանքների, վնասելով մեր ժողովրդի, պետության եւ պետականության անվտանգությանը։ Մեր տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում անհրաժեշտ է ամբողջական պատասխանատվությամբ լծվել պետության առջև ծառացած անվտանգության լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը, այդ թվում ներհասարակական համերաշխության եւ ազգային միասնության պահպանման ուղղությամբ ի նպաստ մեր ժողովրդի բարեկեցության։ Հետևողականորեն աջակցել բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ Արցախի պատմական հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանման համար, որն այսօր կանգնած է ոչնչացման վտանգի առջև։ Հայրենիքի ու եկեղեցու առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Մայրաթորի միաբաններս մեզ զորակից ունենալով հայ եկեղեցու նվիրապետական աթոռների Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունների միաբանություններին, որպես արթուն ծառաներ ամենակալ Աստծո եւ հոգևոր սպասավորներ բարեպաշտ հայ ժողովրդի, մեր կոչումի բարձր գիտակցությամբ միակամ ու միաբան շարունակելու ենք անձնուրաց կերպով իրականացնել հայ եկեղեցու հոգեփրկչական եւ ազգապահպան պատմական վսեմ առաքելությունը ի պայծառություն հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի շինություն Հայաստան աշխարհի։